Բարև սիրելի հայրենակիցներ։ Ֆուտբոլի աշխարհտեսության հերթական հաղորդումն է, որտեղ մենք կանդրադառնանք ֆուտբոլի զարգացման ծրագրի արդեն վերջին 4-րդ կետին։ Այսինքն երեխաների հետ վաղ հասակից ֆուտբոլ պարապելու կարևորությանը։ Ժամանակակից ֆուտբոլում ի հայտ են եկել այնպիսի տաղանդավոր 17 տարեկանը չբոլորած ֆուտբոլիստներ, որոնք իրենց կատարողական վարպետությամբ եւ դիտարժան խաղով չեն զիջում նույնիսկ կայացած ֆուտբոլային աստղերին։ Սա նշանակում է, որ այս ֆուտբոլիստների հետ վաղ հասակից սկսել են ֆուտբոլ պարապել բարձրակարգ մարզիչները։ Եթե մենք ֆուտբոլում ուզում ենք մեծ հաջողությունների հասնել, ապա պետք է բարձրացնենք ֆուտբոլիստների մոտ ֆիզիկաուժային հատկանիշները, ինչպես նաև կատարողական վարպետությունը։ Հենց այդ կատարողական վարպետությունն է, որ պետք է երեխաների մոտ վաղ հասակից սերմանել։ Այսինքն սովորացնել փոխանցումներ կատարելու կուլտուրան, ճիշտ փոխանցումներ կատարելը, ճիշտ կասեցումները, ուժգին հարվածներ սովորացնել, գլխով խաղալ, կրծքով խաղալ եւ ոչ պակաս կարեւոր է դիրքային խաղը, այսինքն մարզիչները փոքրից արդեն պիտի երեխաներին սովորացնեն, որպեսզի նրանք ճիշտ դիրք գրավեն խաղի ժամանակ։ Էլ չեմ ասում, ժամանակակից ֆուտբոլը դարձել է շատ արագ։ Եթե շախմատում դուք հնարավորություն ունեք հաջորդ քայլը կատարելու համար մտածել, ապա ֆուտբոլում դա հնարավորություն չի տալիս հակառակորդը։ Այսինքն երեխաներին պետք է սովորացնել, որպեսզի ֆուտբոլը խաղալ շատ արագ, մտածել շատ արագ։ Ինչպես նաև սովորացնել սպորտային ռեժիմին հարմարվել, սնման ռեժիմին եւ ոչ պակաս կարեւոր է, որպեսզի երեխաները սովորեն կոլեկտիվ խաղալու ունակություն ունենան, այսինքն իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դնեն, հարաբերություններ կառուցեն թիմի խաղացողների հետ եւ կարողանան գործել խաղալ թիմային սկզբունքով հանուն թիմի շահերի։ Ցավոք սրտի Հայաստանում թիմային խաղերը շատ վատ մակարդակի վրա է, մենք թիմային խաղերում սպորտաձևերում ոչ մի հաջողություններ էլ չեն գրանցում։ Այստեղ շատ կարևոր է նաև մարզիչի կարգը։ Բարձրակարգ մարզիչը բացի իր մասնագիտական գիտելիքներից զատ, նա պետք է լավ հոգեբան լինի եւ երեխաների հետ ցուցաբերի ճիշտ վերաբերմունք, այնպես անի, որպեսզի երեխաներին բացակարգ ֆուտբոլիստ դառնալու այդ ցանկությունը չկոտրի։ Ես շատ կուզենայի, որ Հայաստանում լիներ ֆուտբոլի դպրոց, մասնագիտացված ֆուտբոլի, որտեղ երեխաները ֆուտբոլ պարապելու հետ մեկտեղ կսնվեն ու կապրեն այդտեղ։ Ճիշտ է, այստեղ ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում, բայց մենք կարող ենք ճիշտ աշխատելու դեպքում այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ կրթել, որոնք կարող են խաղալ արտասահմանյան գրանտ ակումբներում, մեծ գումարներ վաստակել եւ այդ ներդրումները ինստինկտիվ կարդարանան։ Ցավոք սրտի ժամանակակից ֆուտբոլը վեր են ածել բիզնեսի։ Ֆուտբոլիստների ներժան գնում, թանկ վաճառում են։ Սա իմ հոգուն հարազատ չի, իմ սկզբունքներին դեմ է։ Ես միշտ էլ շեշտը դրել եմ Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։ Եվ եթե մենք այս ֆուտբոլի զարգացման 4 կետերը ապահովենք, ապա կարող ենք այստեղ կրթել մեծացնել այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք կխաղան եվրոպական ամենաբարձր մակարդակի թիմերում եւ կունենանք հզոր ազգային հավաքական, որոնք իրենց դիտարժան եւ ուժեղ խաղով ուրախություն կպարգևեն մեր ժողովրդին։ Այսքանով ավարտում եմ իմ հերթական հաղորդումս։ Մյուս հաղորդումների ժամանակ ավելի շատ մենք տեսահոլովակներ կտեղադրենք։ Լավ մնացեք, հաջողություն ձեզ։